Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Արցախցիների բնակարանային ապահովման խնդիրը այսօր Հայաստանում առաջնային սոցիալական խնդիրներից մեկն է։ Այն լուծելու նպատակով կառավարությունը պլանավորում է $250 միլիոն վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից։ Վարկային այս պայմանագիրն այսօր քննարկել էին ազգային ժողովում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացել է 26233 արցախցի։ Սա բնակարանի գնման հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ նախապայման է։ Մինչև հիմա բնակարան գնելու հավաստագիր ստացել եւ բնակարան է գնել 3800 ընտանիք։ Պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված այն խնդիրը, որ փողը կա, մարդիկ տանիքի կարիք ունեն, սակայն չեն շտապում օգտվել բնակարանի գնման այս ծրագրից։ 3100 քանի մարդ ստացել է, դիմել ստացել է։ 10 ընտանիք։ Քանի 26000 մարդուց, քանի մարդ է դիմել եւ չի ստացել։ Եվ ինչ պատճառաբանությամբ այնքան հստակ է։ Միջինում ընտանիքների անդամների թիվը կազմում է 5, հետևաբար 3810 անգամ 5 անում է մոտ 19000, մի փոքր ավել։ Այն 7000 անձինք, ովքեր ստացել են, բայց դեռևս չունեն հավաստագիր, ես նշեցի, որ Երեխայի ծննդյան միանվագ նպաստը ցանկացած երեխայի դեպքում 500,000 դրամ կլինի։ Ազգային ժողովում քննարկվող նախագծով է առաջարկվում։ 2018-ին ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխաների թիվը շուրջ 8300 է եղել, 2023-ին 12400-ից ավելի, իսկ 2024-ին 12000։ Միանվագ ծննդյան նպաստից եւ երրորդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Քաղաքացիության պահանջը կկիրառվի 2026 թվականի հունվարի 1-ից։ Քանի որ երրորդ եւ հաջորդ երեխա ունեցող ընտանիքների համար աջակցության ծրագիրը դառնում է պետական նպաստ, մենք միաժամանակ առաջարկում ենք ծննդյան միանվագ նպաստի չափերի հետ կապված կատարել համահարթեցում եւ այսօրվա դրությամբ առաջին եւ երկրորդի համար տրվող 300,000 դրամները, երրորդ եւ չորրորդի համար տրվող 1 միլիոն դրամները եւ 5-րդ եւ հաջորդի համար տրվող 1.5 միլիոն դրամների փոխարեն բոլորի համար սահմանել նույն չափը, այն է 500,000 դրամ։ Երևանի 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների ու էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է։ Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակով։ Ուսուցչի հրահանգով դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար։ Մենք ժամանակին ծիծաղում ենք Կորեայի վրա, որ երեխաները, ասենք, հեռախոսային կախվածություն են, որ բժշկական միջոցներով արդեն բուժում են, որովհետև հեռախոսը ձեռքից վերցնում ես, մենք շատ ծանր ստրեսային վիճակի մեջ ենք ընկնում։ Քաղաքային իշխանություններից նկատում են այսպիսի նախաձեռնությունները, շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինը 6-ից 14% բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը։ Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունն անգամ, եթե այն չի օգտագործում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակ պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար եւ ավելի լավ կենտրոնանալ։ Հոգեբանն էլ է ընդգծում, շատ կարեւոր է, որ երեխայի կախվածությունից ձերբազատվելու ճանապարհին կողքին կանգնած լինի ծնողն ու ընտանիքը սեփական օրինակով, որպեսզի տանը եւ դպրոցում կիրառվող մոտեցումները համահունչ լինեն։ Մենք ունենք մտածողության տեմպի հետ կապված հետազոտություն, որտեղ որ սմարթֆոններում ոչ հիգիենիկ ժամանակաչափով ներկա լինելը կարող է երեխային մոտ հանգեցնել մտքի արագության դանդաղեցմանը։ Իսկ հատկապես գայուն տարիքում, երբ ձևավորվում է մտածողությունը, ուշադրությունը, հիշողությունը իր տարբեր արագությամբ, շատ կարևոր է, որ դա տեղի ունենա բացառապես բնության հետ համահունչ։ Այսինքն երեխան դպրոցի անգամ պարապմունքներին զուգահեռ ունենա ֆիզիկական ակտիվության բնության մեջ պարապմունքներ, որը որ ցավոք շատ հաճախ չէ, որ կազմակերպվում է։ Կրթության փորձագետի դիտարկմամբ, եթե երեխան իսկապես ունի կախվածություն սմարթֆոնից, ապա այս դեպքում պետք է պրոֆեսիոնալ եւ զգուշավոր անցում ապահովել, քայլ առ քայլ նվազեցնելով օգտագործման տևողությունը։ Շատ տարբեր մոտեցումներ կա, տեղեր կա, որ պարզապես արգելում են կամ հեռախոսային չեն արգելում, ասենք ինտերնետն են դպրոցում ինչ-որ ձևի սահմանափակում, ասենք որ հնարավորություն չունեն օգտվելու, ասենք եթե հեռախոսը մոտ լինի, այդպիսի դեպքեր կան, բայց ընդհանուր առմամբ հիմնականում փորձում են կրթական մոտեցում ցուցաբերեն, մարդկանց բացատրեն, թե ինչպես կարելի է դա օգտագործել տրամաբանական լավ ճիշտ ձևերով։ Փորձագետները պնդում են, եթե երեխաներին ցույց տրվի, որ հեռախոսը գործիք է, ոչ թե զվարճանքի աղբյուր, նրանց մոտ աստիճանաբար կձևավորվի առողջ
առողջ վարքագիծ։ Նոր կանոնները կարող են դառնալ այդ ճանապարհի առաջին հիմնական քայլերից մեկը։ Կարող եք պատկերացնել, որ մարդուն դատեն 10 տարի, այդ ընթացքում փոխվի գործը, վարող 6 դատավոր եւ դատական process-ը դեռ շարունակվի։ Այո, կա նման դեպք Հայաստանում։ Ասեմ ավելին, Հայաստանում կան նման դեպքեր, քրեական հանցագործությունների առնչությամբ դատավարությունների մի կյանք ձգձգման մի շարք պատճառներ կան։ Այդ պատճառները տարիներ շարունակ չեն վերանում։ Ողբերգական կարող եմ գնահատել վիճակը, ինչու, որովհետև այս պահին արդեն դատաների գերծանրաբեռնվածությունը այնպիսի պիկի է հասել, որ մենք քրեական վարույթով ամիս ու կեսից 2 ամսվա մեջ ունենում ենք մեկ լավ առավելագույնը 2-ից դա եթե մեծ հաջողություն ունենանք։ Պատճառներից մեկը օրինակ վկաների չներկայանալն է դատական process-ին։ Իրավապահները հաճախ ճակերտավոր ասած չեն կարողանում հայտնաբերել գործով անցնող վկաներին եւ բերման ենթարկել դատարանի պահանջով։ Ես գործեր ունեմ, որ վկա կա, եթե չի ցանկանում այդ դատական նիստին գալ, ինքը տարիներով կարող է այդ նիստին չգալ։ Իսկ ինչու են դատարաններն այդքան ծանրաբեռնված։ Պատճառը հանցավորության աճն է, այսինքն քանակապես ավելի շատ գործ է սկսել մուտք գործել դատարան։ Մյուս կողմից ավելացել են արարքները, որոնք գնահատվում են որպես հանցանք։ Նոր հանցանքներ ենք քրեականացնում, դա իր հերթին, այո, բերում է հանցավորության աճի, որովհետև հանցագործների շրջանակը էապես ընդլայնվում է։ Պետությունը որոշել է պայքարել դատական process-ների ձգձգման դեմ։ Սահմանվել է քրեական գործով դատաքննության ժամկետ։ Վերջերս հանրության դատին ներկայացված օրինագծով սահմանվել է, որ այն պետք է տևի 1 տարի։ Հիմնավոր պատճառների առկայության դեպքում այս ժամկետը կարելի է 3 անգամ երկարացնել մեկական տարով։ Պատկերացնենք դատավորները սկսեն արագ ինչ-որ բարդ գործերը քննել, որը 1 տարուց ավելի երկար ժամանակ է պահանջում օբյեկտիվորեն։ Ասեն դե լավ, հետո վերաքննիչ դատարանը կնայի, եթե սխալ եմ արել։ Սա ոչ թե ողջամիտ ժամկետի պահպանում է, սա կարող է դառնալ թե դատաքննության մի նոր տեսակի խախտում։ Ոնց ենք մենք պատկերացնում, որ դատարանը պետք է 1 տարում գործ ավարտի։ Դա իրատեսական չէ։ Ինչ վերաբերում է այդ ժամկետները դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա երկարացնելուն։ Ասեմ, որ այդ ժամկետները միշտ երկարացվելու են։ Եվրադատարանը ժամանակին բազմաթիվ նախադեպային վճիռներ է կայացրել դատաքննության process-ի ձգձգման հետ կապված, որոնցում մատնանշել է, թե ինչպես են դրանով խախտվում մարդու հիմնարար իրավունքները։ Ինքը չի դնելու խորանա, տեսնի դե ձեր մոտ այս տարի բյուջեով այսքան սրան եք հատկացրել, լավ կներ սրան, պիսի հարցեր ինքը չի բարձրացնի։ Ասի դու պետություն ես, ստորագրել ես կոնվենցիան, մենք ունենք չափանիշներ, ոչ մեկի համար բացառություն չենք անելու։ Հետևաբար բարի եղիր, պաշաճ ջանքեր գործադրի, որ այս խնդիրը քո մոտ արկա չլինի։ Առաջնային խնդիրն ըստ մասնագետների դատավորների կազմի ավելացումն է, դատավորների այսօրվա թիվը չափազանց փոքր է եղած գործերի տակից դուրս գալու համար։ Հաջորդ խնդիրը ոչ թե տեխնիկական է, այլ քաղաքական։ Ըստ փորձագետների, քանի դեռ քաղաքական ենթատեքստով գործեր են մտնում դատարան եւ բնականաբար առաջնային նշանակություն ստանում դատական իշխանության համար, քրեական գործերը հարյուրներով շարունակելու են ճակերտավոր մնալ դատարանի պատերի ներսում։ Հայաստանը երրորդ տեղում է Ադրբեջանից ու Թուրքիայից հետո Եվրախորհրդում, որ ոլորտում զարմացած կհարցնեն շատերը։ Տնտեսական, գուցե սոցիալական, կրթության, ոչ քրեական հետապնդման ենթարկվող լրագրողների թվով։ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը ահազանգել է Հայաստանում լրագրողների եւ կալանավորման մասին եւ պահանջել պարզաբանումներ։ Երբ որ ասում ենք, որ Հայաստանը գնում է դեպի ավտորիտար կառավարման համակարգ, ասում են, բայց դեպքում դուք ինչպես եք խոսում։ Մասնագետների կարծիքով Հայաստանը խոսքի ազատության նկատմամբ իշխող ուժերի վերաբերմունքի տեսանկյունից սկսում է նմանվել Թուրքիային, որը մի կողմից ներկայանում է որպես դասական ժողովրդավարություն, մյուս կողմից ներսում կիրառում մամուլի ակնհայտ սահմանափակումներ։ Ձևականորեն թույլ է տրվում խոսքի ազատություն, բայց մինչև այն պահը, երբ որ այդ խոսքի ազատությունը իշխանության համար կստեղծի ռեալ վտանգ իշխանությունը կորցնելու կամ ներքին լեգիտիմության մակարդակը ցածրացնելու համար։ Երբ որ մարդ գործել է օրենքի մեջ կամ խախտել է ինչ-որ թեթև բար, որի համար այդպիսի ազատազրկում չպետք է սպառնար, իրեն տանում շոկային տեղափոխում ես բանտային միջավայր, բարձր դրանից մեկը 2 անգամ կմտածի, արդյոք դու ինչ գործով զբաղվի, թե չէ։ Փորձագետների կարծիքով իշխանությունները մի կողմից ապակրեականացրել են վիրավորանքի եւ զրպարտանքի համապատասխան հոդվածը, մյուս կողմից դրա փոխարեն կիրառում են խուլիգանության հոդվածը մեդիայի ներկայացուցիչներին թիրախավորելու համար։ Այդտեղ հրաչակ 2 հոդվածները, չէ, ատելության խոսքի, բռնության հրապարակային կոչերը, ատելություն հրահրելը, ինչպես է եղել, որ անցած տարվա տվյալներն են, բայց չեմ կարծում, որ վիճակագրական փոփոխություն լինի։ 95% դեպքերում այդ մեղադրանքով գործերի
Դուժողը իշխանության ներկայացուցիչ էր, իսկ իրենց աջակիցների մոտ էլ նույն քանակը չկա։ Միջին վիճակագրական քաղաքացին գուցե հարց տա իրեն, ինչպես է սա առնչվում անձամբ իր հետ։ Ինքը չունի այն ազդեցությունը կամ գործիքները, որոնք ունեն լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Հետևաբար իրեն չի սպառնում քրեական հետապնդում արտահայտած կարծիքի համար։ Եթե մենք տեսնում ենք, որ ապուրինի ազատազրկումները այս դեպքում կամ ուրիշ հետապնդումները արվում են արդեն անգամ լրագրողների, փաստաբանների դեմ, ուղիղ վտանգ որ մենք պետք է զգանք, դե պատկերացրեք, եթե ես ուրիշ ինչ-որ սովորական աշխատանք ունեմ, չգիտեմ, բավական չի։ Եթե անգամ այդ մասնագետների, որոնք ավելի մեծ պաշտպանություն պիտի օրենքով ունենային, անգամ եթե իրենց է հասել ձեռքերը, իրենց կարող են ազատազրկել առանց օրենքի հիմքի օրենքը շրջանցելով, բայց ինչ կարող են անել ինձ հետ, եթե ուզեն։ Այստեղ գուցե հնչեն կարծիքներ, որ Հայաստանում մեդիա ներկայացուցչի կամ լրագրողի իդենտիֆիկացման խնդիր էլ կա, այսինքն յուրաքանչյուր ոք չպետք է կարողանա հրապարակային խոսել, ինչ մտքին փչի։ Միանշանակ այդպես է, բայց այդ կանոնը կիրառելի է նաև բարձր կաբինետներում գտնվողների համար եւս։ Եթե դու լսելի ես 100 հազարավորների համար, ուրեմն պատասխանատու ես արտահայտածդ յուրաքանչյուր բառի համար։